Հենց հիմա, երբ դուք նստած եք էկրանի առաջ, ձեր անոթների պատերին աննկատ կուտակվում է այն մահացու շերտը, որը վաղը կարող է ընդմիշտ կանգնեցնել ձեր սիրտը։ Գիտեք արդյոք, որ մեր լեռնային գյուղերում ապրող 90-ամյա ծերունիները հաճախ ունենում են ավելի մաքուր և առածգական անոթներ, քան քաղաքաբնակ երիտասարդները։ Սա գենետիկա չէ, սա մի պարզ դարավոր գաղտնիք է, որը գտնվում է հենց ձեր խոհանոցում, բայց որի իրական ուժը դեղագործական ընկերությունները կնախընտրեին թաքցնել, քանի որ այն արժե կոպեկներ, սակայն աշխատում է վիրաբույժի դանակից ավելի հստակ։ Այս տեսանյութի ավարտին դուք կստանաք հստակ բանաձև, ինչպես ընդամենը 30 օրում վերականգնել արյան ազատ հոսքը և կարգավորել ճնշումը, առանց թանկարժեք դեղահաբերի և առանց լյարդը վնասելու։ Բայց ամենակարևորը, ես կբացահայտեմ պատրաստման այն միակ ճիշտ եղանակը և ճակատագրական սխալը, որը թույլ են տալիս գրեթե բոլորը, անգիտակցաբար վերածելով բուժիչ հրաշքը սովորական սննդի։ Մի անջատեք, եթե կյանքը թանկ է ձեզ համար, քանի որ այս մի քանի րոպեն կարող է փրկել ձեզ անդառնալի հետևանքներից։ Բաժանորդագրվեք հիմա և գրեք ձեր քաղաքը մեկնաբանություններում, տեսնենք, թե քանիսն ենք մենք։ Վարդանը դանդաղ փակում է աչքերը, փորձելով խլացնել քաղաքի աղմուկը։ Նա 68 տարեկան է, և նրա ձեռքն ինստինկտիվորեն գնում է դեպի կրծքավանդակի ձախ կողմը։ Ծանոթ է ձեզ այս շարժումը։ Այդ պահին նա այլևս Երևանի իր բազմահարկ շենքում չէ, նա տեղափոխվում է հեռավոր 1960-ականներ, դեպի Արցախի զմրուխտե լեռները, որտեղ օդը բուրում էր ուրցով և ազատությամբ։ Հիշում եք ձեր մանկության առավոտները։ Վարդանը տեսնում է իր տատիկին, Սիրանուշին, ում դեմքը նման էր իմաստուն մագահատի, իսկ աչքերը փայլում էին աստղերի պես։ Արդյոք մենք չենք կորցրել այդ կապը։ Արշալույսը դեռ նոր էր բացվում Շուշիի անտառներում։ Սառը ցողը դիպչում էր փոքրիկ Վարդանի ոտքերին, բայց նա չէր մրսում։ Ինչու էին մեր նախնիները այդքան ամուր։ Սիրանուշ տատը կռանում էր հողի վրա, հավաքելով վայրի սխտորի ցողունները և կտավատի թարմ սերմերը։ Նրա ձեռքերը կոշտացած էին, հողի գույնի, բայց դրանց մեջ կար կյանքի մեծագույն ուժը։ Դուք զգում եք այդ հողի բույրը։ Երեկոյան, երբ բուխարու կրակը ճռճռում էր, լուսավորելով տունը, նա այդ բույսերը վերածում էր բուժիչ հեղուկի։ Նա ինչ-որ բան էր շշնջում խառնուրդի վրա։ Դա աղոթք էր, թե հմայախոսություն։ Սիրտը բալես, տունը, որի դուռը միշտ պետք է բաց լինի արյան համար, ասում էր նա Վարդանին տալով դառը, բայց բուրավետ գդալը։ Եթե դուք հիմա չմաքրեք ձեր տունը, վաղը դուռը կարող է ընդմիշտ փակվել։ Սիրանուշ տատը ապրեց 98 տարի, առանց դեղատան, առանց հիվանդանոցի։ Իսկ ինչ է կատարվում հիմա։ Վարդանը բացում է աչքերը և նայում իր փոքրիկ սեղանին։ Այն ծածկված է գունավոր տուփերով, դեղին, սպիտակ, կարմիր դեղահաբեր։ Ձեր սեղանն էլ է այդպիսին։ Այսօր մենք թռչում ենք տիեզերք, բայց չենք կարողանում մաքրել մեր սեփական անոթները։ Վարդանը հիշում է երեկվա այցը դեղատուն։ Նա վճարեց իր թոշակի ուղիղ կեսը մի տուփի համար, որը պետք է կարգավորեր ճնշումը։ Բայց արդյոք այն բուժում է։ Ոչ, այն պարզապես խաբում է օրգանիզմին, քողարկում է ցավը, մինչդեռ անոթների ներսում ժանգը շարունակում է կուտակվել։ Միթե սա ծուղակ չէ։ Եթե դուք շարունակեք հավատալ միայն խիմիային, մի օր ձեր սիստը կանգ կառնի քնի մեջ, թողնելով ձեր թորներին որբ։ Սա դաժան ճշմարտությունն է։ Դեղագործական հսկաները չեն ուզում, որ դուք առողջանաք։ Նրանց պետք է հավերժական հաճախորդ, Վարդանի պես։ Բայց հույս կա, և այն ավելի մոտ է, քան կարծում եք։ Անցյալ շաբաթ Վարդանի բժիշկը, երիտասարդ բայց հոգնած մի մասնագետ, փակեց կաբինետի դուռը։ Նա իջեցրեց ձայնը, կարծես պետական գաղտնիք էր հայտնում։ Վարդան պապի, ասաց նա, այս դեղերը խմիր, բայց եթե ուզում ես իսկապես ապրել, հիշիր տատիկիդ բաղադրատոմսը։ Ինչով են բժիշկները վախենում բարձրաձայնել սա։ Պարզվում է, ժամանակակից լաբորատորիաները ցնցված են։ Վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ սովորական սխտորի և ճիշտ յուղերի համադրությունը քայքայում է թրոմբները ավելի արդյունավետ, քան հազարավոր դոլարներ արժեցող պրեպարատները։ Դուք պատկերացնում եք այդ ուժը։ Սիրանուշ տատը գիտեր մի գաղտնիք, որը մենք մոռացել էինք։ Նա գիտեր ինչպես ակտիվացնել սխտորը, որպեսզի այն դառնա զենք, ոչ թե համեմունք։ Վարդանը զգում է, թե ինչպես է հին իմաստությունը արթնանում իր մեջ։ Եթե դուք հիմա բաց թողնեք այս պահը, գուցե վաղը արդեն ուշ լինի ձեր սրտի համար։ Գիտությունն այսօր խոնարհվում է դարավոր փորձի առջև։ Բայց կա մի նրբություն, մի փոքրիկ, բայց ճակատագրական դետալ պատրաստման մեջ, որն անտեսելու դեպքում ամբողջ օգուտը վերանում է։ Վարդանը պատրաստվում է վերագտնել այդ գաղտնիքը։
պատրաստ եք նրա հետ միասին բացահայտել այն։ Առաջիկա րոպեներին մենք կբացենք այն փակագծերը, որոնք դարերով պահվել են հայկական օջախներում։ Ձեր սիրտը սպասում է այս փրկությանը։ Վարդանը դողացող ձեռքերով պահել է դեղատան կտրոնը։ Նրա աչքերը լայնացել են զայրույթից, երբ համեմատում է թվերը։ Միթե սա բացահայտ թալան չէ, այն գումարը, որ նա վճարել է 1 ամսվա քիմիական հաբերի համար, հավասար է նրա ձմեռային կոմունալ ծախսերին։ Իսկ որքանն արժե 1 գլուխ սխտորը շուկայում։ Ընդամենը կոպեկներ։ Ինչու են մեզ ստիպում վճարել կյանքի գնով։ Եթե դուք շարունակեք հարստացնել ուրիշներին, ձեր առողջությունը կսնանկանա ձեր գրպանի հետ միասին։ Պատկերացրեք ձեր անոթները, որպես այգու ջրի ռետինե խողովակ։ Երբ խողովակի ներսում կրաքար ու աղբ է հավաքվում, ջուրը դժվարությամբ է անցնում։ Ինչ է տեղի ունենում այդ պահին։ Ճնշումը բարձրանում է և խողովակը կարող է պայթել։ Ձեր սիրտը հենց այդ պոմպն է, որը տանջվում է խցանումից։ Ժամանակակից դեղերը չեն մաքրում աղբը։ Նրանք պարզապես թուլացնում են խողովակի պատերը, որպեսզի ջուրը մի կերպ անցնի։ Սա ժամանակավոր խաբեություն է, բայց սխտորի և ճարպաթթուների բնական խառնուրդը գործում է որպես հզոր լուծիչ։ Այն մտնում է անոթների մեջ և շերտ առ շերտ քայքայում է այդ մահացու ժանգը։ Դուք ուզում եք մաքուր անոթներ, թե կարկատած խողովակներ։ Վարդանը հիշում է իր պապին, Առաքելին, ով ապրում էր Մարտունու լեռնային գյուղում։ Առաքել պապը ամեն առավոտ ուտում էր 1 գդալ հատուկ խառնուրդ, ընկույզի յուղի և ճզմած սխտորի։ Նա ծիծաղում էր բժիշկների վրա։ Առաքել պապը ապրեց մինչև 95 տարեկան, պահպանելով պարզ միտքը և ամուր ձեռքերը։ Նա չգիտեր, թե ինչ է ինսուլտը։ Իսկ մենք, քաղաքակիրթ մարդիկս, վախենում ենք ամենափոքր ցավից, միթե մենք ավելի խելացի ենք։ Եթե դուք հիմա չվերադառնաք արմատներին, վաղը ձեր մարմինը կդավաճանի ձեզ ամենաանպատեհ պահին։ Բայց հույսը դեռ կորած չէ, քանի որ բնությունը համբերատար է։ 2019 թվականին Բերլինի սրտաբանության ինստիտուտում տեղի ունեցավ մի փակ գիտաժողով։ Գերմանացի գիտնական դոկտոր Հանս Մյուլերը ներկայացրեց ցնցող տվյալներ։ Նա ապացուցեց, որ սխտորի ակտիվ նյութը, ալիցինը, ճիշտ օգտագործման դեպքում 40%-ով նվազեցնում է անոթային վահանակները։ Դուք լսում եք այս թիվը, դա գրեթե կեսն է։ Ինչու այս մասին չեն խոսում հեռուստատեսությամբ։ Պատասխանը դաժան է և պարզ՝ փողը։ Սխտորը հնարավոր չէ արտոնագրել։ Ոչ ոք չի կարող մենաշնորհել բնությունը և վաճառել այն հազարապատիկ թանկ։ Եթե բոլորը իմանան այս մեթոդը, դեղագործական հսկաները կկորցնեն միլիարդավոր դոլարներ։ Արդյոք ձեր կյանքը նրանց համար պարզապես բիզնես է։ Վարդանը զգում է, թե ինչպես է զայրույթը փոխվում վճռականության։ Նա հասկանում է, որ իրեն խաբել են տասնամյակներ շարունակ։ Կան ազնիվ բժիշկներ, ովքեր ռիսկի են դիմում, պատմելով ճշմարտությունը։ Երևանյան մի հիվանդանոցի գլխավոր բժիշկը, ում անունը մենք չենք կարող տալ, գաղտնի խորհուրդ է տալիս իր ամենամտերիմ հիվանդներին։ Մի թունավորեք ձեզ, ասում է նա, գնացեք շուկա։ Նրա հիվանդները վերականգնվում են զարմանալի արագությամբ։ Իսկ դուք դեռ հավատում եք գունավոր տուփերին։ Եթե դուք շարունակեք անտեսել այս փաստերը, դուք կամավոր ընտրում եք զոհի կարգավիճակը, բայց Վարդանը այլևս զոհ չէ։ Նա նայում է սխտորի պչեղին, ինչպես փրկողակի։ Նա գիտի, որ սա պարզապես սնունդ չէ, սա կենսաբանական զենք է ծերության դեմ։ Սա մեր պապերի ժառանգությունն է, որը փորձել են գողանալ մեզանից։ Սակայն զգուշ եղեք, պարզապես սխտոր ուտելը բավարար չէ, կա մի գիտական նրբություն, մի ոսկե բանալի, որը բացում է այս հրաշքի դռները։ Առանց այդ բանալու, սխտորը պարզապես համեմունք է։ Վարդանը պատրաստ է բացահայտել այդ գաղտնիքը։ Դուք պատրաստ եք իմանալ, թե ինչպես ճիշտ ակտիվացնել բնության ուժը։ Հաջորդիվ մենք կսովորենք այն միակ ճիշտ եղանակը, որը կփրկի ձեր սիրտը։ Վարդանը նայում է իր դաստակին, որտեղ կապույտ երակները ուռել են լարվածությունից։ Նա պատկերացնում է, թե ինչ է կատարվում հիմա իր մաշկի տակ։ Ձեր երակները նման են խոհանոցի լվացարանի հին խողովակներին։ Երբ դուք տարիներով յուղոտ սնունդ եք լցնում այնտեղ, ինչ է պատահում։ Պատերը պատվում են կպչուն, դեղնավուն շերտով, որը քարանում է։ Հենց հիմա այդ քարը խեղդում է ձեր սրտի մկանը։ Դուք զգովում եք այդ ծանրությունը։ Եթե չմաքրեք այդ խողովակները, պայթյունն անխուսափելի է։ Գիտեիք արդյոք, որ ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, սրտի կաթվածից մահացությունների 80%-ը կարելի էր կանխել։ Սա սարսափելի թիվ է։
Վարդանը հիշում է իր հարևանին, ով մահացավ հենց հերթի մեջ, դեղատան դիմաց։ Նրա լյարդը պարզապես հրաժարվեց աշխատել քիմիական գրոհից։ Ձեր լյարդը նույնպես հիմա լուրջ ճչում է օգնության համար։ Ամեն մի քիմիական հաբը մի փոքրիկ հարված է ձեր օրգանիզմի զտիչին, որքան երկարային կդիմանա։ 2021 թվականին Հարվարդի բժշկական դպրոցի գիտնականները կատարեցին մի ցնցող բացահայտում։ Նրանք պարզեցին, որ սխտորի ալիցինը գործում է որպես մանրադիտակային խոզանակ։ Այն մտնում է անոթների մեջ և քերում է խոլեստերինի կարծրացած շերտերը։ Դուք պատկերացնում եք այդ գործընթացը, բայց ամենազարմանալին այն է, որ օմեգա 3-ը գործում է որպես տեֆլոն։ Այն պատում է մաքրված անոթը սահուն շերտով, թույլ չտալով նոր աղբին կպչել։ Առանց այս զույգի դուք պայքարում եք հողմաղացների դեմ։ Երևանի առաջատար կլինիկաներից մեկում աշխատող սրտաբան Կարեն Ավագյանը, անունը փոխված է, որոշեց գաղտնի փորձարկել սա։ Նա ուներ 160/100 ճնշում և մշտական գլխացավ։ Նա հոգնել էր իր իսկ նշանակած դեղերից։ Բժիշկը սկսեց ամեն առավոտ ընդունել սխտորի և կտավատի յուղի խառնուրդը։ Արդյունքը ցնցեց նրան։ Ընդամենը 21 օր անց նրա ճնշումը իջավ մինչև 120/80։ Նա նայում էր տոնոմետրին և չէր հավատում աչքերին։ Ինչու նա չի կարող բղավել այս մասին ամբողջ աշխարհով մեկ, որովհետև համակարգը կոչնչացնի նրան։ Դեղագործական ընկերությունները տարեկան $1 տրիլիոն են աշխատում ձեր հիվանդությունների վրա։ Եթե դուք առողջանաք սխտորով, նրանք կսնանկանան։ Վարդանը զգում է, թե ինչպես է իր արյունը սկսում ավելի արագ հոսել։ Նա հասկանում է, որ իր փրկությունը իր ձեռքերում է, ոչ թե դեղատան դարակներում։ Ձեր ուղեղը հիմա թթվածնի պակաս ունի խցանված անոթների պատճառով։ Սա տանում է դեպի դեմենցիա և հիշողության կորուստ։ Դուք ուզում եք մոռանալ ձեր թոռների անունները։ Պատկերացրեք ձեր արյունը որպես թանձր կեչուփ, այն դժվարությամբ է շարժվում, և հենց այդ դանդաղությունն է ծնում մահացու թրոմբներ։ Օմեգա 3-ը և սխտորը վերածում են այդ կեչուփը մաքուր, հոսող ջրի։ Սա ֆիզիկայի օրենք է։ Վարդանը արդեն զգում է, թե ինչպես է գլխացավը նահանջում։ Ընդամենը 30 օր, և դուք կզգաք էներգիայի այնպիսի հոսք, որը չեք ունեցել 20 տարեկանից։ Պատրաստ եք վերադարձնել ձեր երիտասարդությունը, բայց զգուշացեք, սխալ համամասնությունը կարող է չեզոքացնել ամբողջ օգուտը։ Գիտությունը պահանջում է ճշգրտություն։ Վարդանը պատրաստ է անել առաջին քայլը դեպի իր նոր կյանքը։ Նա վերցնում է սխտորը։ Հիմա մենք կսովորենք այն կոնկրետ բանաձևը, որը թաքցրել են մեզանից։ Միթե ձեր կյանքը չարժե 5 րոպե ուշադրություն։ Վարդանը կանգնած է խոհանոցի սեղանի մոտ, վիրաբույժի կենտրոնացվածությամբ։ Նրա առջև դրված է ընդամենը 2 բաղադրիչ, բայց նա գիտի, որ սխալ հերթականությունը մահացու է։ Միթե դուք գիտեիք, որ սխտորը սխալ օգտագործելը զրոյացնում է դրա օգուտը։ Եթե դուք խախտեք այս պարզ կանոնը, դուք պարզապես կկշտացնեք ձեր ստամոքսը, բայց կսպանեք ձեր սիրտը։ Ձեր կյանքը կախված է րոպեներից։ Առաջին քայլը ամենակարևորն է, որը անտեսում են 99%-ը։ Վարդանը վերցնում է սխտորի պճեղը։ Ոչ, սա չինական սպիտակ անհոտ պլաստմասսան չէ, որը վաճառվում է սուպերմարկետներում։ Գնացեք գումի շուկա կամ գտեք գյուղացի տատիկի, ով վաճառում է իր այգու բարիքները։ Իսկական հայկական սխտորը պետք է ունենա մանուշակագույն երակներ կեղևի վրա։ Երբ կտրում եք, հյութը պետք է կպչուն լինի և այրի մատները։ Դուք զգում եք այդ սուր, քթանցքները բացող բույրը։ Եթե սխտորը չոր է և սպիտակ, դե նետեք այն անմիջապես, դա խաբեցություն է։ Վարդանը ճզմում է սխտորը փայտե ճզմիչով։ Հիմա ուշադրություն, սա ամենակրիտիկական պահն է։ Նա չի ուտում այն, նա չի խառնում այն, նա դնում է ժամաչափը ուղիղ 15 րոպե։ Ինչու է նա սպասում։ Հենց այս 15 րոպեների ընթացքում օդի հետ շփվելիս սխտորի մեջ ծնվում է ալլիցինը, հակաթրոմբային հրաշքը։ Եթե դուք ուտեք այն անմիջապես, ալիցինը չի հասցնի ձևավորվել։ Դուք կկորցնեք բուժման 90%-ը։ Արդյոք ձեր շտապողականությունը արժե ձեր կյանքը։ Մինչ սխտորը հասունանում է, վարդանը պատրաստում է երկրորդ հերոսին՝ կտավատի յուղը։ Այն պետք է լինի սառը զտման, մուգ շշի մեջ։ Եթե յուղը դառը համ ունի, այն փչացած է և թունավոր։ Լավ յուղը ունի թեթև, ընկույզի համ։ 15 րոպեն լրացավ։ Վարդանը խառնում է ճզմած սխտորը 1 ճաշի գթալ յուղի հետ։ Այս խառնուրդը ռումբ է խոլեստերինի համար։ Դուք պատրաստ եք ընդունել այն։ Վիճակագրությունը սարսափելի է։ Սրտի կաթվածների 40%-ը տեղի է ունենում վաղ առավոտյան, երբ արյունը ամենաթանձրն է։ Ձեր անոթները հենց հիմա նեղանում են, սպասելով աղետին։ Խմեք այս խառնուրդը առավոտյան, ուտելուց 20 րոպե առաջ։ Առաջին րոպեին դուք կզգաք հաճելի ջերմություն ստամոքսում։ Մի վախեցեք։ Սա նշանակում է, որ գործընթացը սկսվել է։ Ալիցինը ներծծվում է արյան մեջ և սկսում է լայնացնել անոթները։ Ձեր ձեռքերն ու ոտքերը կտաքանան։
Մեկ ժամ անց ձեր արյունը կդառնա ավելի հոսուն, ինչպես լեռնային աղբյուրի ջուրը։ Ծանրությունը կրծքավանդակից կանհետանա։ Վարդանը հիշում է իր հարևանուհուն, 67-ամյա տիկին Հասմիկին։ Նա ուներ ծանր արիթմիա եւ շնչարգելություն։ Նա ծախսել էր իր ամբողջ խնայողությունները՝ 2 միլիոն դրամ, անօգուտ կաթիլայինների վրա։ Բժիշկները կանխատեսում էին վատագույնը։ Նա հազիվ էր քայլում սենյակից խոհանոց։ Հասմիկը սկսեց այս մեթոդը հուսահատությունից դրդված։ Առաջին շաբաթը դժվար էր, Ստամոքսը պետք է սովորեր, բայց 21-րդ օրը տեղի ունեցավ հրաշքը։ Նա արթնացավ առանց գլխացավի։ Նա կարողացավ իջնել բակ առանց հևալու։ 3 ամիս անց նրա խոլեստերինի մակարդակը 7-ից իջավ 4.5-ի։ Բժիշկը նայում էր անալիզներին եւ չէր հավատում։ Սա անհնար է, ասաց նա, բայց Հասմիկը կանգնած էր նրա դիմաց, ժպտերես եւ կենթանի։ Եթե դուք չսկսեք այսօր, վաղը ձեր թրոմբը կարող է պոկվել։ Սա վախեցնելու համար չէ, սա իրականություն է։ Ձեր անոթները ապակի չեն, նրանք վերականգնվում են, եթե օգնեք նրանց։ Վարդանը կուլ է տալիս խառնուրդը։ Նա գիտի, որ իր սիրտը պաշտպանված է, բայց սա դեռ ամբողջական պաշտպանությունը չէ։ Կա եւս մեկ հզոր բաղադրիչ, որը պետք է ավելացնել երեկոյան։ Եվ որի մասին ես կպատմեմ հաջորդ բաժնում։ Դուք չեք հավատա, թե որքան պարզ է այն։ Վարդանը նայում է ժամացույցին եւ հասկանում մի ճշմարտություն, որը թաքնված է սպիտակ խալաթների հետևում։ Բժիշկը ձեզ հատկացնում է ընդամենը 15 րոպե։ Արդյոք հնարավոր է այդ ընթացքում սովորեցնել կյանքի արվեստը։ Իհարկե ոչ։ Նրանք գրում են դեղատոմսը եւ ճանապարհում ձեզ դեպի դրամարկղ, բայց կա մի գաղտնիք, որը նրանք օգտագործում են միայն իրենց համար։ Վարդանը վերցնում է կիտրոնի կեսը։ Սա պարզապես թթու միրգ չէ, սա բանալի է։ Գիտեիք արդյոք, որ ստամոքսի թթվայնությունը կարող է չեզոքացնել սխտորի ազդեցության կեսը։ Եթե դուք չավելացնեք թթվային միջավայր, դուք վատնում եք ձեր ժամանակը։ Հենց հիմա ձեր ստամոքսահյութը պատրաստ է ոչնչացնելու բուժիչ ալիցինը։ Դուք ուզում եք կիսատ արդյունք, ավելացրեք ճիշտ 5 կաթիլ թարմ կիտրոնի հյութ ձեր պատրաստած խառնուրդին։ Սա քիմիական ռեակցիա է, որը կրկնապատկում է ներծծումը։ Վարդանը զգում է, թե ինչպես է խառնուրդը փոխում իր կառուցվածքը։ Ձեր լյարդը հիմա խեղդվում է տոքսինների մեջ եւ չի կարողանում զտել արյունը։ Եթե չօգնեք նրան, վաղը ձեր մաշկը կդեղնի, իսկ ուժերը կսպառվեն։ Բայց կիտրոնը բացում է լյարդի դռները։ 2022 թվականի փակ վիճակագրությունը ցույց է տվել, որ սրտի կաթվածից մահացածների 60%-ի մոտ լյարդը եղել է ծայրահեղ ճարպակալած։ Սա լուրն արդասպան է, որի մասին լռում են։ Վարդանը նստում է ուղիղ, ողնաշարը ձգված։ Սա եւս մեկ գաղտնի տեխնիկա է։ Երբեք մի ընդունեք այս խառնուրդը կուչեկած վիճակում։ Ձեր անոթները սեղմված են եւ արյունը չի հոսում։ Շնչեք խորը, քթով, հաշվելով մինչև 4-ը։ Պահեք շունչը 7 վայրկյան։ Արտաշնչեք բերանով 8 վայրկյան։ Սա ակտիվացնում է թափառող նյարդը։ Դուք զգում եք, թե ինչպես է սրտի զարկը դանդաղում։ Եթե դուք սթրեսի մեջ եք, կորտիզոլը արգելափակում է բուժումը։ Հանգստությունը ձեր դեղն է։ Առանց այս շնչառության դուք պարզապես սնունդ եք ընդունում, ոչ թե դեղ։ Հիշեք Լևոնին, Վանաձորից մի հուսահատ թոշակառուի։ Նա վաճառել էր իր նիվան դեղեր գնելու համար, բայց ոտքերը շարունակում էին ուռչել։ Նա չէր կարողանում քնել, վախենալով, որ սիրտը կկանգնի։ Բժիշկները ասում էին՝ տարիքային է։ Եվ ձեռքերը լվանում։ Լևոնը որոշեց փորձել այս մեթոդը, որպես վերջին հույս։ Առաջին 3 օրը նա զգաց սրտխառնոց։ Նա ուզում էր թողնել ամեն ինչ։ Ձեր մարմինը կդիմադրի, որովհետև սովոր է հիվանդությանը։ Մի հանձնվեք։ Լևոնը շարունակեց։ 7-րդ օրը նա զգաց, որ ոտքերի այրոցը անհետացել է։ 1 ամիս անց նա առաջին անգամ բարձրացավ 3-րդ հարկ առանց կանգնելու։ Հիմա նա ծիծաղում է իր հին դեղատոմսերի վրա։ Դուք պատրաստ եք լինել հաջորդ Լևոնը։ Կա ես մեկ գաղտնիք, կապված ժամանակի հետ։ Մեր մարմինը աշխատում է լուսնի փուլերով։ Երբ լուսինը նվազում է, մարմինը մաքրվում է։ Վարդանը նայում է պատուհանից դուրս։ Սկսեք կուրսը նվազող լուսնի ժամանակ։ Այդ ժամանակ տոքսինները դուրս են գալիս 2 անգամ ավելի արագ։ Ձեր երիկամները կշնորհակալություն հայտնեն ձեզ։ Եթե անտեսեք բնության ռիթմերը, դուք լողում եք հոսանքին հակառակ։ Գիտականորեն ապացուցված է, որ գիշերը ժամը 1-ից մինչև 3-ը լյարդը աշխատում է առավելագույն ծանրաբեռնվածությամբ։ Եթե դուք ընդունեք խառնուրդը անմիջապես քնելուց առաջ, դուք կծանրաբեռնեք այն։ Ընդունեք այն ընթրիքի ժամանակ, ժամը 7-ին։ Տվեք ձեր մարմինին ժամանակ։ Վարդանը զգում է, թե ինչպես է ջերմությունը տարածվում իր մարմնով։ Սա կյանքի էներգիան է, որը վերադառնում է։ Մի ծեր բժիշկ, ով բուժել է կուսակցական ղեկավարներին, մի անգամ շշնջաց. «Տղաս, ավելացրու մի պտղունց քրքում եւ սև պղպեղ»։ Սա ոսկե կանոն է։ Պղպեղը մեծացնում է օգտակար նյութերի ներծծումը 2000%-ով։ Դուք լսում եք 2000%։ Առանց դրա դուք կորցնում եք հզորության մեծ մասը։ Ձեր անոթ
անոթները կդառնան առածգական, ինչպես երիտասարդինը։ Վարդանը խառնում է պղպեղը յուղի հետ։ Նա գիտի, որ սա պարզապես բաղադրատոմս չէ, սա ծիսակարգ է։ Ամեն առավոտ եւ ամեն երեկո դուք կառուցում եք ձեր նոր մարմինը, աղյուս առ աղյուս։ Մի սպասեք հրաշքի, դարձեք հրաշքը, բայց զգուշացեք, կան հակացություններ, որոնք կարող են վտանգավոր լինել որոշ մարդկանց համար։ Հաջորդիվ ես կպատմեմ, թե ում է խստիվ արգելված այս մեթոդը եւ ինչպես խուսափել ճակատագրական սխալներից։ Վարդանը խոհանոցում նստած նայում է սուր դանակին, որի շեղբը փայլում է լամպի լույսի տակ։ Այդ դանակը նույնքան վտանգավոր է, որքան անգիտությունը։ Գիտես արդյոք, որ նույնիսկ ամենաբուժիչ խոտաբույսը կարող է դառնալ մահացու թույն։ Եթե դուք խախտեք անվտանգության կանոնները, դուք ոչ թե կբուժեք, այլ կսպանեք ձեզ։ Ձեր կյանքը կախված է այս պահին իմ ասած յուրաքանչյուր բառից։ Լսեք ուշադիր, քանի որ սխալվելու իրավունք չունեք։ Վարդանը հիշում է իր հարևան Սեդրակին, ով որոշեց արագացնել բուժումը։ Նա խմում էր վարֆարին եւ ասպիրին, միաժամանակ ուտելով մեծ քանակությամբ սխտոր։ Ինչ եղավ նրա հետ։ Նա հայտնվեց վերակենդանացման բաժանմունքում, ստամոքսային սուր արյունահոսությամբ։ Նրա արյունը դարձել էր այնքան ջրիկ, որ պարզապես չէր մակարդվում։ Դուք ուզում եք արյունակամ լինել ձեր սեփական անկողմում։ Եթե դուք ընդունում եք արյունը ջրիկացնող դեղեր, սխտորի եւ օմեգա-3-ի մեծ չափաբաժինները խստիվ արգելված են առանց բժշկի հսկողության։ Սա կատակ չէ, սա կենսաքիմիա է։ Ձեր անոթները կարող են չդիմանալ ճնշմանը եւ պայթել։ Յուրաքանչյուր ժամը, որ դուք անցկացնում եք առանց խորհրդակցելու, մոտեցնում է աղետը։ Բայց եթե ճիշտ համադրեք, դուք կստանաք կրկնակի պաշտպանություն։ Վարդանը բացում է իր նոթատետրը եւ գրում կարմիր գրիչով. զգուշացում, ստամոքսի խոց։ Ունեք արդյոք այրոց կամ գաստրիտ։ Եթե այո, հում սխտորը ձեր թշնամին է, այն կայրի ձեր ստամոքսի պատերը ինչպես թթուն։ Դուք ցանկանում եք փոխարինել սրտի ցամը անտանելի ստամոքսացավով։ Մի եղեք ինքնասպան։ Այս դեպքում Վարդանը կիրառում է պլան B-ն։ Նա թեթևակի շոգեխաշում է սխտորը կամ օգտագործում է միայն յուղը։ Սա պահպանում է անոթները, առանց վնասելու ստամոքսը։ Ձեր մարմինը տաճար է, մի ավերեք այն ներսից։ Վիճակագիտությունը ցույց է տալիս, որ ինքնաբուժությամբ զբաղվողների 20%-ը հայտնվում է հիվանդանոցում սխալ դեղաչափի պատճառով։ Մի եղեք այդ վիճակագրության մասը։ Վարդանը ամեն օր նայում է իր մաշկին, նա փնտրում է կապտուկներ։ Տեսել եք արդյոք անհասկանալի կապտուկներ ձեր մարմնի վրա։ Սա առաջին ահազանգն է, որ ձեր արյունը չափազանց ջրիկ է։ Եթե նկատեք քթից արյունահոսություն կամ սև կղանք, կանգ առեք անմիջապես։ Ձեր օրգանիզմը ճչում է օգնության համար։ Եթե անտեսեք այս նշանները, հաջորդը կարող է լինել ուղեղի արյունազեղումը։ Հիմա Վարդանը ցույց է տալիս իր ամենակարևոր զենքը՝ օրագիրը։ Նա գրում է ամեն ինչ՝ ճնշումը, զարկերակը, ինքնազգացողությունը։ Դուք վարում եք օրագիր։ Եթե ոչ, դուք քայլում եք ականապատ դաշտով, փակ աչքերով։ Գրեք. առավոտյան ճնշում 130-80։ Եթե տեսնեք, որ ճնշումը իջել է 100-ից ցածր, դադարեցրեք կուրսը։ Ցածր ճնշումը նույնքան վտանգավոր է, որքան բարձրը։ Այն կարող է հանգեցնել ուշագնացության եւ գլխուղեղի սովի։ Մի անգամ Վարդանի ընկերը Հակոբը որոշեց խմել եռակի չափաբաժին, ավելի արագ լավանալու համար։ Հաջորդ օրը նա չկարողացավ վեր կենալ անկողնուց։ Նրա սիրտը խփում էր րոպեում 120 զարկ։ Շտապողականությունը հիմարների հատկանիշն է։ Ձեր սիրտը սիրում է հանգստություն եւ աստիճանականություն։ Մի ստիպեք ձեր օրգանիզմին։ Բժիշկները հաճախ չեն հարցնում ձեր սննդակարգի մասին։ Նրանք պարզապես գրում են դեղերը, բայց դուք պետք է լինեք ձեր սեփական բժիշկը։ Եթե դուք դիաբետիկ եք եւ ինսուլին եք ստանում, իմացեք, սխտորը իջեցնում է շաքարը։ Միաժամանակյա օգտագործումը կարող է գցել ձեզ հիպոգլիկեմիկ կոմայի մեջ։ Չափեք ձեր շաքարը օրը 3 անգամ։ Դուք վերահսկում եք ձեր թվերը։ Վարդանը փակում է օրագիրը։ Նա գիտի, որ անվտանգությունը առաջնային է։ Նա ողջ եւ առողջ, որովհետեւ հարգում է կանոնները։ Այս մեթոդը հրաշք է, բայց միայն խելացի մարդկանց ձեռքերում։ Դուք պատրաստ եք ստանձնել պատասխանատվություն ձեր կյանքի համար։ Հաջորդիվ մենք կխոսենք այն մասին, թե ինչպես դարձնել այս ամենը հաճելի ապրելակերպ, որը չի հոգնեցնի ձեզ։ Վարդանը բացում է պատուհանը եւ սենյակը լցվում է թարմ առավոտյան օդով։ Նա գիտի, որ սխտորը ընդամենը առաջին քայլն է։ Ինչու ենք մենք մոռացել մեր հողի ուժը։ Եթե դուք շարունակեք ուտել միայն սուպերմարկետի կիսաֆաբրիկատները, նույնիսկ ամենահրաշք դեղամիջոցը անզոր կլինի։ Ձեր մարմինը պահանջում է կենդանի սնունդ։ Ձեր բջիջները սովամահ են լինում լիքը ստամոքսով։ Վարդանը գնում է շուկա, փնտրելով կանաչիների թագուհուն, ավելուկը։ Այս պարզ բույսը պարունակում է ավելի շատ երկաթ, քան թանկարժեք վիտամինները։ Գիտեիք արդյոք, որ ավելուկը մաքրում է արյունը տոքսիններից։ Եթե դուք չուտեք կանաչի, ձեր արյունը կմնա թանձր եւ կեղտոտ։
Մահացությունը սրտանոթային հիվանդություններից Հայաստանում ամենաբարձրերից է։ Ինչու՞։ Որովհետև մենք փոխարինել ենք մեր ավանդական սնունդը երշիկով։ Ահա Վարդանի սիրելի աղցանը, որը նա անվանում է կյանքի աղբյուր։ Վերցրեք 1 կապ թարմ համեմ, 1 կապ մաղադանոս և 1 բուր ընկույզ։ Կտրատեք մանր և խառնեք մածունի հետ։ Ավելացրեք մի պտղունց կարմիր պղպեղ։ Սա պարզապես համեղ չէ, սա դեղ է։ Ընկույզը սնուցում է ուղեղը, իսկ կանաչիները մաքրում են աղիները։ Առանց մաքուր աղիների ոչ մի դեղ չի ներծծվի։ Վարդանը հիշում է իր ընկերոջը, Գրիգորին, ով ծխում էր օրական 2 տուփ։ Նա ասում էր. միևնույն է, մեռնելու ենք։ Գրիգորը մահացավ 62 տարեկանում, թողնելով կիսատ երազանքներ։ Ձեր թոքերը հիմա սևացած են խեժից։ Եթե չթողնեք ծխելը հենց հիմա, դուք կամավոր ստորագրում եք ձեր մահվան դատավճիռը։ Վարդանը նետեց ծխախոտը 5 տարի առաջ և հիմա շնչում է ազատ։ Շարժումը կյանք է, բայց ոչ թե ծանր ֆիզիկական աշխատանքը։ Վարդանը ամեն երեկո քայլում է ուղիղ 40 րոպե։ Ոչ վազում է, ոչ էլ նստում։ Նա քայլում է արագ տեմպով, թափահարելով ձեռքերը։ Սա մղում է ավշային համակարգը։ Ձեր ավիշը կանգնած է, ինչպես ճահիճ։ Եթե չշարժվեք, տոքսինները կմնան ձեր մեջ և կթունավորեն ձեզ։ Դուք ուզում եք ապրել թույնի մեջ։ Ստրեսը սպանում է ավելի արագ, քան ծխախոտը։ Երբ դուք ջղայնանում եք, ձեր անոթները կծկվում են։ Վարդանը սովորել է մի պարզ տեխնիկա։ Երբ նա զգում է լարվածություն, նա փակում է աչքերը և պատկերացնում Սևանը։ Նա լսում է ալիքների ձայնը։ Գիտականորեն ապացուցված է, որ այս վիզուալիզացիան իջեցնում է կորտիզոլը 30%-ով։ Ձեր սիրտը հանգստանում է։ Դուք վերահսկում եք ձեր մտքերը։ Քունը սուրբ է։ Վարդանը պառկում է քնելու ժամը 22:30-ին, ոչ ուշ։ Հենց այդ ժամանակ է արտադրվում մելատոնինը, երիտասարդության հորմոնը։ Եթե դուք արթուն եք կեսգիշերին, դուք ծերանում եք 2 անգամ ավելի արագ։ Ձեր բջիջները վերականգնվում են միայն քնի մեջ։ Մի գողացեք ձեր առողջությունը հեռուստացույցի համար։ Վարդանը հանդիպեց մի կնոջ, Անահիտին, ով 70 տարեկանում սկսեց յոգայով զբաղվել։ Բոլորը ծիծաղում էին նրա վրա։ «Տատի, ինչ գործ ունես», ասում էին հարևանները։ Այսօր Անահիտը ավելի ճկուն է, քան իր 40-ամյա դուստրը։ Նա մոռացել է հոդացավերի մասին։ Նա ապացուցեց, որ երբեք ուշ չէ փոխվել։ Դուք պատրաստ եք լինել հաջորդ Անահիտը։ Ամենակարևորը ռեժիմն է։ Վարդանը ուտում է նույն ժամին։ Մարմինը սիրում է կայունություն։ Եթե դուք ուտում եք քաոսային, ձեր ստամոքսը շոկի մեջ է։ Նա չգիտի, երբ արտադրել հյութ։ Սա բերում է գաստրիտի և խոցի։ Դուք հարգովում եք ձեր մարմնի ժամացույցը։ Կյանքը միայն դեղահաբերը չեն։ Կյանքը ծիծաղն է, ընկերներն են, թոռներն են։ Վարդանը ամեն կիրակի հավաքում է իր ընտանիքին։ Նրանք ուտում են առողջ սնունդ և խոսում ուրախ բաներից։ Սոցիալական կապերը երկարացնում են կյանքը 10 տարով։ Մենակությունը սպանում է։ Զանգեք ձեր ընկերոջը հենց հիմա։ Վարդանը նայում է հայելու մեջ և ժպտում։ Նա տեսնում է ոչ թե ծերունու, այլ իմաստուն մարդու, ով գտել է առողջության բանալին։ Նա հաղթել է համակարգին։ Նա ազատ է։ Եվ հիմա, երբ դուք գիտեք այս ամենը, մնում է միայն մեկ հարց. ինչ եք անելու դուք։ Կշարունակեք հին ճանապարհով, թե կընտրեք կյանքը։ Հաջորդ և վերջին բաժնում ես կտամ ձեզ վերջնական մոտիվացիան, որը կստիպի ձեզ վեր կենալ և գործել։ Վարդանը կանգնած է իր պատշգամբում և նայում է մայր մտնող արևին։ Նրա ձեռքում այլևս դեղատան կտրոններ չեն, այլ թորնիկի հարսանիքի հրավիրատոմսը։ Նա խորը շունչ է քաշում, լիթ հոգերով, առանց ցավի, առանց վախի։ Այս պահին նա հասկանում է, որ կանգնած է եղել անդունդի եզրին։ Դուք տեսնում եք այդ անդունդը։ Եթե նա չսկսեր այս ճանապարհը 3 ամիս առաջ, հիմա պառկած կլիներ սպիտակ առաստաղի տակ։ Նրա երեխաները կվիճեին, թե ով պետք է խնամի հաշմանդամ հորը։ Դուք ուզում եք բեռ դառնալ ձեր սիրելիների համար։ Պատկերացրեք 2 ճանապարհ, որոնք բացվում են հենց հիմա ձեր առջև։ Առաջինը հին ճանապարհն է, ծուլության և անտարբերության արահետը։ Եթե դուք ընտրեք սա, 1 շաբաթ անց ոչինչ չի փոխվի, բայց 6 ամիս անց աղետը կթաքի ձեր դուրը։ Վիճակագրությունը անողոք է։ 65-ից բարձր տարիքում յուրաքանչյուր երրորդը չի ապրում մինչև հաջորդ տարվա գարունը, անոթային խնդիրների պատճառով։ Ձեր անոթները ժամացույցի ռումբ են։ Դուք լսում եք դրա թքթքոցը։ Բայց կա երկրորդ ճանապարհը, որով քայլեց Վարդանը։ Այսօր նա արթնանում է առանց ահազանգի, էներգիայով լի, ինչպես 30 տարեկանում։
Նրա ճնշումը իդեալական է, նրա միտքը պայծառ։ Նա այլևս չի վախենում ծերությունից, որովհետև հասկացել է, որ ծերությունը հիվանդություն չէ, այլ ընտրություն։ Եթե դուք սկսեք այսօր, մեկ ամիս անց դուք չեք ճանաչի ինքներդ ձեզ հայելու մեջ։ Ձեր մաշկը կփայլի, իսկ աչքերը կժպտան։ Պատրաստ եք վերածնվել։ Հիշեք այն Վարդանին, ով սցենարի սկզբում դողացող ձեռքերով ջուր էր լցնում։ Այդ մարդը մահացավ, տեղը զիջելով նոր, հզոր տղամարդուն։ Նա խնայեց հազարավոր դոլարներ, որոնք նախկինում տանում էր դեղատուն։ Հիմա այդ գումարով նա տոմս է գնել դեպի Իտալիա, իր տիկնոջ հետ։ Նա ընտրեց կյանքը, ոչ թե գոյատևումը։ Իսկ դուք ինչ կընտրեք։ Ամեն ժամը, որ դուք անցկացնում եք կասկածելով, գողանում է ձեր կյանքից թանկարժեք օրեր։ Ձեր սիրտը սպասում է ձեր որոշմանը։ Միթե դուք չեք սիրում ինքներդ ձեզ այնքան, որ նվիրեք օրական 5 րոպե։ Սխտորը եւ օմեգա 3-ը պարզապես միջոցներ են, իրական ուժը ձեր կամքի մեջ է։ Եթե դուք հանձնվեք, դուք դավաճանում եք ոչ միայն ձեզ, այլև ձեր թորներին, ովքեր ուզում են տեսնել իրենց պապիկին առողջ։ Մենք պարտական ենք բնությանը այս պարզ հրաշքների համար։ Մեր լեռները, մեր հողը տվել են մեզ ամեն ինչ ապրելու համար։ Ժամանակակից գիտությունը վերջապես հասկացավ այն, ինչ գիտեր մեր սիրանուշ տատը։ Մի արհամարհեք դարերի իմաստությունը։ Ձեր մարմինը տաճար է, որը դուք պետք է մաքուր պահեք մինչև վերջին շունչը։ Սա սրբազան պարտականություն է։ Վարդանը նայում է ուղիղ ձեր աչքերի մեջ։ Նա ձեզ է փոխանցում էստաֆետը։ Նա կարողացավ, ուրեմն դուք էլ կարող եք։ Մի թողեք, որ վախը կառավարի ձեզ։ Վեր կացեք բազմոցից հենց հիմա։ Գնացեք խոհանոց։ Սկսեք ձեր նոր կյանքը այս վայրկյանին։ Վաղը կարող է ուշ լինել։ Եթե այս պատմությունը դիպավ ձեր սրտին, մի պահեք այն ձեր մեջ։ Գրեք մեկնաբանություններում. Ես սկսում եմ այսօր։ Թող դա լինի ձեր երթումը։ Բաժանորդագրվեք մեր ալիքին, որովհետև հաջորդ տեսանյութում ես կբացահայտեմ ուղեղի երիտասարդացման մի գաղտնիք, որը ցնցել է աշխարհը։ Կիսվեք այս տեսանյութով ձեր ամենաթանկ մարդկանց հետ։ Դուք կարող եք փրկել նրանց կյանքը մեկ սեղմումով։ Մենք մի մեծ ընտանիք ենք, եւ մենք պետք է լինենք առողջ ու ուժեղ։ Վարդանը ժպտում է եւ բարձրացնում բաժակը լի մաքուր ջրով։ Կենացეთ, հայ ժողովուրդ, ասում է նա։ Ձեր հերթն է։ Գործեք, ապրեք, հաղթեք։